Հայաստանը ձեռք էր բերում թագավորության կարգավիճակ, դառնում էր վերստին անկախ պետություն, եւ այս անկախ պետությունը սկզբնական շրջանում դեռևս ցավոք շարունակում էր հարկատու մնալ արաբական խալիֆայության ղեկավարին, խալիֆին, եւ սա իհարկե որոշակի սահմանափակում էր իրենից ենթադրում։ Այս ժամանակաշրջանում արաբական խալիֆայության գլխավոր հակառակորդը տարածաշրջանում բյուզանդական կայսրությունն էր։ Ստացվում է, որ երկու հզոր պետություններ տարածաշրջանը բաժանել էին միմյանց միջև եւ բյուզանդական կայսրությունը այդ շրջանում վերստին վերելք էր ապրում, իսկ արաբական խալիֆայությունը թուլանում էր։ Նշված պայմաններում իհարկե բյուզանդական կայսրությունը փորձելու էր օգտվել արաբական խալիֆայության թուլացումից եւ մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում եւ իհարկե այստեղ դիտարկում էր հնարավորությունը Հայաստանում ազդեցության մեծացմամբ հավասարակշռել տարածաշրջանում ուժերի բալանսը։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։